Շնորհակալ եմ, Տիկին Մանուկյան, ձեր բացման խոսքում ասացիք, ափսոսում եք, որ չի ընտրվել ձեզ նախորդ թեկնածուն, ես էլ ուզում եմ ասել, ափսոսում եմ, որ շուտ չէին առաջադրել ձեզ, նաև շնորհակալ եմ, որ դուք ինձ դեմ չեք քվեարկել, քանի որ շատ է խոսում պետական պարտքից, ես ուրախ եմ, ուզում եմ այս թեմաների շարունակենք, բայց կուզեմ նաև, որ մի բան էլ եւս ասել, մենք երբեք, որ դուք ասում եք, որ ընդդիմությանը, իշխանության, եթե ուսումնասիրեք մեր գործունեությունը 2018 թվականին, մենք ինքնակամ տվեցինք այս հանձնաժողով, այսինքն քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում տվեցինք ընդդիմությանը, Մանեթ Անդիլյանն էր, 2021 թվականին հասկանալի պատճառներով ավելի սրված էր մեր եւ ընդդիմության միջև խոսակցությունը, մենք 8-րդն ենք վերցրել այս հանձնաժողովը, այսինքն մենք 3 անգամ առնվազն հնարավորություն ենք տվել, պարոն Վարդովյանը կհիշի Հայաստան դաշինքին չվերցրեցին այս հանձնաժողովը, այսինքն մենք սիրով միշտ պատրաստ ենք եղել զիջել եւ ուրախ ենք, որ ընդդիմությունն է։ Եվ նաև ուրախ եմ էլի, որ պարոն Կարապետյանը անդրադարձավ, բայց խնդրում եմ մենակ չասել կամ ինչ չվերագրել այնպիսի բաներ, որ ես չեմ ասել, ընդհակառակը ես հարցնում եմ ինչ կլինի, այ բանկրոտ, դեֆոլտ, հիմա նոր մի հատ ցավով ենք սկսում տառապել Լիբանան, բան, ես չեմ ասել, ես հարցրել եմ։ Հիմա քանի որ դուք աշխատել եք Տաշիր ընկերությունում, այս հարցը ես բացելու եմ, այնքան միջև դուք ասեք։ 2018 թվականին որքան էր այն ընկերությունում ընդհանուր ընկերությունների խմբի պարտքը եւ որքան էր օրինակ, երբ որ դիմում գրեցիք եւ դուրս եկաք եւ մի գործընկերային խնդրանք խոսելուց խնդրում եմ մի ասեք մենք, որովհետեւ դուք այլևս չեք ներկայացնում այդ ընկերությունը, այսինքն հիմա էլ պատասխանելուց չասեք, որ մեր պարտքը այսքան էր, խնդրում եմ ասեք, ինչքան պարտք եք վերցրել 10 տարվա ընթացքում։ Ես օրինակ, քանի որ ժամանակը ըստ էլի Forbes-ի եմ ասում, ունեցել եք 4 միլիարդ 10 տարի առաջ 700 միլիոն դոլար պարտք, հիմա էլի ունեք 4 միլիարդ, բայց վստահաբար ունեք մոտ 2-3 անգամ ավել պարտք։ Համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Գաբրիելյան, մենք ասելը դա դեռ սովորույթի ուժ է, հուսամ հասկանում եք, ինչ վերաբերում է պարտքի թվերին, անկեղծ ասած անգիր չեմ հիշում որքան էր 2018-ին եւ որքան է հիմա, եթե դա հետաքրքիր է, կարող եմ ուսումնասիրել, քննարկենք եւ ինչու է աճել, ինչու չի աճել, ինչքանով է դա համադրելի եկամուտների հետ, այս բանին չեմ կարող պատասխանել։ Արձագանք։ Շատ լավ, ես մտածում էի կարող ասեք առևտրային գաղտնիք է, բայց գոնե մոտավոր ասեի քանի անգամ, որքանով որ ես տեղյակ եմ, առնվազն 2 անգամ։ Առնվազն, այսինքն 18 թվականի 700 միլիոն դոլար պարտք ասելով ավարկ նկատի ունեմ նաև վստահաբար եւ կարծում եմ առաջիկայում նաև կլինեն հրապարակումներ հետաքննող լրատվամիջոցների կողմից, թե օրինակ վերջին 5 տարիների ընթացքում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում որքան է ավելացել Տաշիր ընկերությունների խմբի պարտքը։ Այ երբ որ ես հարցնում էի, որ պարտք եք վերցնում եւ ընկնում եք որևէ, այսպես ասած, դժվարին իրավիճակում, ինչ է լինում։ Ձեր խմբակցության ղեկավարը հարգարժան պարոն Կարապետյանը շատ լավ նկարագրեց, ասաց սկսում ենք ես թելադրել որոշակի բաներ։ Այ ամբողջ հարցադրումը դրան էր ուղղված, ցավում եմ, որ չասեցիք, թե որքան է ձեր պարտքը ավելացել, բայց քանի որ ժամանակ կա, լավ, մի հարց էլ տամ։ Այդ որ ասում եք 0% հարկ, ուզում եմ ճշտել, որ հետագայում ելույթս պլանավորեմ։ Ժամանակավոր է դա լինելու, թե անժամկետ մենք տենց, ասենք, չգիտեմ, 40 տարով բիզնեսին թույլատրելու ենք օրական 400,000 դրամ առևտուր անել եւ հարկ չվճարել, շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է առևտրային գաղտնիքին, պարոն Գաբրիելյան, առնվազն այն, որ դուք դրան տիրապետում եք, արդեն նշանակում է, որ առևտրային գաղտնիք չի։ 0% հարկի մասով դա, քանի որ մեր նախընտրական ծրագրի մաս էր, դա առնվազն 5 տարվա էր վերաբերում, եւ ինչպես արդեն նախորդ հարց տվողին պատասխանելիս ասել էի, ցանկացած հարկային արտոնություն պետք է ունենա KPI եւ պետք է անցնի մոնիտորինգ, որպեսզի հասկանանք որքանով է արդյունավետ եւ որքանով ենք ստացել այն արդյունքը, ինչի համար տրվել էր այդ արտոնությունը։ Առնվազն 5 տարի։